Ողջույն, արժանապատիվ հայրենակիցներ, ես Հայկ Նազարյանն եմ, հոսանք ցեղակրոն քաղաքական շարժման հիմնադիր ու առաջնորդ, եւ սա ազգային ձայն նոր հաղորդաշարն է, որտեղ ես կխոսեմ մեր ներկա իրադարձությունների մասին ու բնականաբար կասեմ իմ եւ ընդհանուր առմամբ մեր շարժման գաղափարները։ Ես այսպիսի մեկնաբանություններ անում էի մեր ուղիղ եթերներում, բայց քանի որ ուղիղ եթերներում կապը հաճախ լավ չի լինում, որոշեցի հենց ուղիղ այսպես ձեր հետ խոսել ու կշարունակենք սա ամիսը մոտ մեկ կամ երկու անգամ։ Ինչպես գիտեք, տեսնում ենք, որ մեր երկրում շարունակում է այդ նույն կրկեսային ընտրությունների քարոզարշավը տարբեր այս մեծ կուսակցությունների կողմից, որոնք իրականում ոչ մի ձևով իրարից չեն տարբերվում, եւ տեսնում ենք, որ այս խեղկատակ իշխանությունը շարունակում է իր նույն ապազգային քաղաքականությունը, իր ապազգային գաղափարները քարոզել, ինչպես օրինակ, որ միայն այսօրվա Հայաստանն է միակ իրական Հայաստանը, ու դրանից ավել ձգտելը կամ ընդհանրապես նույնիսկ եթե Արցախի մասին խոսելը սադրանք է կամ սադրիչ գործողություն է։ Ու պարզապես զավեշտալի է, որ այն իշխանությունը, որ իրեն դրսևորում է որպես հայամետ կամ մեր անկախությունը պաշտպանող եւ հակառուսական կամ նման այլ մի բան, ասում է, որ այսօրվա Հայաստանն է միակ իրական Հայաստանը։ Այնինչ այս օրվա Հայաստանի սահմանները գծվել է հենց 100 տարի առաջ ռուս-թուրքական դաշինքի կողմից ու ասում է, որ Ղարաբաղյան հարցը իրականում ոչ թե մեր համար դարպաս էր, ինչպես իրականում կար, այլ թակարդ, ու ինքը հպարտանում է, որ կարողացել է հայ ժողովրդին ազատել այդ թակարդից։ Սա պարզապես հակասում է տրամաբանությանը, եւ նայենք պատմությանը, մենք կտեսնենք, որ անկախության համար մեր պայքարը սկսեց հենց Արցախյան շարժումից, հենց Ղարաբաղյան հարցը բարձրացնելուց։ Այն ժամանակ ցույցերը հակառուսական կամ հակասովետական բնույթ չէին կրում, բայց հետո մարդիկ հասկացան, որ եթե ուզում են Արցախը միացնեն Հայաստանին, պետք է անկախության համար պայքար մղեն։ Դրա համար աբսուրդ է, որ նույնիսկ պատերազմից հետո այս իշխանությունը ասում է, որ մենք ոչ միայն սխալվեցինք 2020 թվականին, ասենք ավելի շուտ չհանձնվելու հարցում, այլ մենք սխալվեցինք, որ ընդհանուր առմամբ ընդհանրապես Արցախյան հարց ենք բարձրացրել։ Այս նույն մարդը խոսում են, այս նույն իշխանությունը խոսում է նրա մասին, որ իբր ամրապնդում է մեր անկախությունը։ Այնինչ մեր անկախության հիմքում հենց Արցախյան հարցն է։ Առանց Արցախյան հարցի չկա անկախության համար պայքար։ Իրար հետ շաղկապված են, շատ սերտորեն։ Մի խոսքով, ես չգիտեմ ինչ ասեմ սրան, սա պարզապես հակասում է տրամաբանությանը, ինչպես սրանց բոլոր ասածները, իրականում դա ինձ չի զարմացնում, բայց ցավոք սրտի սա է մեր իրականությունը, ու մեր հայրենակիցներին անընդհատ շարունակում են խաբել այսպիսի բարբաջանքով, ուզում են Արցախյան հարցը, Արցախի ընդհանուր առմամբ հենց Արցախը մեր մտքից հանեն։ Որ միշտ քարտեզը ցույց է տալիս, ասում է, հանկարծ այս փոքր Հայաստանից ավելի մեծ Հայաստան հանկարծ չպատկերացնեք։ Ձեր ուղիղից հանեք դա։ Չեմ ասում Արարատի հարցը։ Այն երազանքը, որ մեր ազգը ունեցել է դարեր շարունակ մեծ հայ կերտելու, հզոր անկախ միացել Հայաստան կերտելու, ուզում է մեկ քարոզարշավով արմատախիլ անել։ Պատերազմից առաջ մի հատ ուրիշ քարոզարշավ էր անում, որտեղ ցույց է տալիս իր հպարտ քաղաքացու անձնագիրը եւ այնտեղ գոնե Արցախը կար, իսկ հիմա այ Արցախն չկա։ Բա հաջորդ քարոզարշավին ինչ է ցույց տալու։ Միայն Արարիչը գիտի, բայց վստահ եմ, որ նա չի ունենալու հաջորդ քարոզարշավ։ Ես վստահ եմ, որ սա հենց վերջինն է լինելու։ Ես կարող եմ դա վստահաբար պնդեմ, որովհետեւ այս խեղկատակ իշխանությունը կեղծ ընդդիմության հետ եւ այս ամբողջ համակարգը արդեն սպառվում է ու գնում է ինքնակործաման։ Ու նա գնալով ավելի է խելագարվում, ինչպես տեսանք, թե ինչպես իրեն պահեց գնացքի մեջ այդ կնոջ նկատմամբ, ով խոսում էր Արցախի մասին։ Ու զավեշտալի է, որ ասում արցախցիներին փախած է համարում։ Ասում է դուք փախաք Արցախից։
Դուք չկռվեցիք։ Մինչդեռ նա եւ ամբողջ քաղաքական էլիտան եւ ռազմական էլիտան դավաճանում էր արցախցիներին, դավաճանեց Արցախին։ Դրա մասին ոչինչ չի ասում։ Ոնց կարող ես ակնկալել, որ ժողովուրդը պայքարի մինչև վերջ եւ դու թիկունքից հարվածում ես։ Այդպես չի լինում, եթե դու ուզում ես ժողովուրդը մինչև վերջ պայքարի իր անկախության համար, իր հողի համար, դու պետք է ոգևորես ժողովրդին, դու պետք է քաջալերես, կողքին կանգնես, ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրես եւ հետո Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում, հետո մատնացույց անես, ասես տեսեք դուք փախակ, այդպես չի լինում։ Եթե ուզում եք տեսնեք, թե ինչպես է լինում, որ ժողովուրդը մինչև վերջ կռվում է, տեսեք, թե ինչ եղավ 1940-ականներին Գերմանիայում։ 1918 թվականին այն նույն Գերմանիան խայտարակորեն պարտվեց առաջին աշխարհամարտում, բայց երկրորդ աշխարհամարտում մինչև վերջ կռվեց 4 կայսրությունների դեմ՝ Սովետի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ինչի համար, որովհետև ունեին ազգանվեր, հայրենասեր կառավարություն, որը ժողովրդի կողքին էր մինչև վերջ, ու անընդհատ քաջալերում էր ժողովրդին, որ պետք է պայքարեն, եւ անչափահաս զինվորները մինչև վերջին շունչը, մինչև Ռայխստագի դարպասները կանգնած էին ու պաշտպանում էին իր կառավարությանը, իր իշխանությանը, լավ իմանալով, որ հաղթանակը անհնար է, բայց ամեն դեպքում գիտեին, որ պետք է պայքարեն, որովհետև այդքան հարգում էին իրենց առաջնորդին, իրենց կառավարությանը։ Եվ ես վստահ եմ, եթե մենք ունենայինք հայրենասեր ազգանվեր կառավարություն, ով կարողանար ճիշտ ժողովրդին ոգևորել եւ կազմակերպել, մենք 2020 թվականին կարող ենք հաղթել ու երբեք այդ խնդիրը չէր առաջանա Արցախի շրջափակման։ Ես 100% դա կարող եմ ասել։ Ով որ հիմա ասում է, չէ, մենք չենք կարող 20 թվականին հաղթել, որովհետեւ ադրբեջանցիները այս ունեն, այն ունեն, մենք միշտ էլ ավելի քիչ ռեսուրս ենք ունեցել, մարդկային թե նյութական, քան ադրբեջանցիներից, քան մեր մյուս թշնամիներից։ Բայց մենք կարողացել ենք հաղթել, որովհետև նպատակը դրված ենք եղել, ինչպես Արցախն առաջին ազատամարտում, մենք կարողացանք հաղթել եւ ջախջախել ոսոխին, որովհետև հավատում ենք դրան, որովհետև կազմակերպված ենք, որովհետև գիտենք մենք մեր հույսը պետք է միայն մեր վրա դնենք։ Մենք այդ հաղթական ոգին ենք կրում, բայց սրանք ուզում են այդ ամենը վերացնել։ Խաղաղության օրակարգի կեղծ ասացների տակ։ Ուզում են ժողովրդին անընդհատ հիպնոզացնել, մոլորեցնել, ընդամենը մի թուղթ է ստորագրել անցյալ տարի այդ TRIP կոչված ինչ որ թուղթ է ստորագրել ու հպարտանում է դրանով, որ իբր թե խաղաղություն է հաստատել։ Իսկի մի տարի չի անցել։ Ու դա ուզում է կապիտալիզացնի, ուզում է օգտագործի որպես վերընտրվելու համար ինչ որ մի կարևոր փաստարկ, էլի։ Ու ցավոք սրտի ժողովուրդը անընդհատ խաբում է, անընդհատ նորից շարունակում է այս խաբեություններին տրվել, որովհետև մարդիկ չեն ուզում զգան, որ անզոր են, ուզում են հավատալ, որ ինչ-որ մի բան կարող են անել, բայց չեն հասկանում, որ այս նույն համակարգից տարբեր դավաճաններին ընտրելով ոչինչ չեն կարող փոխել։ Տեսանք նաև, թե ինչպես Ալեն Սիմոնյանը ասաց, որ չեմ սիրում անունները տալ այս մարդկանց, բայց ամեն դեպքում պետք է ասենք սա, որ իրանք իմանան, որ չի կարելի նման բաներ ասել, որ նման բաներ ասելը դավաճանություն է եւ մենք պետք է պարզ ասենք դա։ Եթե մենք դուրս չգանք եւ այսպիսի մեկնաբանություններ չանենք, որ իրենց պահվածքը, իրենց գաղափարները, իրենց ասածները հենց դավաճանություն է, մարդիկ դա կկարծեն, թե սովորական նորմալ բան է։ Նա ասաց ասուլիսի ժամանակ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է եւ ու այս նույն մարդը ընդամենը 7 տարի առաջ ասում էր, որ Աղդամը իմ հայրենիքն է, հիմա ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է, իր ասած Ղարաբաղը, քանի որ սրանք թրքամետ են, սիրում են Ղարաբաղ ասել։ Ինչպես
Փաշինյան կոչեցյալը 7 տարի առաջ ասում էր Արցախը Հայաստանի է վերջ, հիմա ասում է Արցախյան հարցը թակարդ է։ Ու այս մարդիկ, ովքեր այսպես են վարվել Արցախյան հարցի նկատմամբ, որ ընդամենը 7 տարի առաջ, դա շատ կարճ ժամանակահատված է, ընդամենը 7 տարի առաջ ասում էին, որ Արցախը Հայաստանի է վերջ, Աղդամի իմ հայրենիքն է եւ այլն, ոչ մի հող չենք տալու, հիմա լրիվ 180 աստիճան հակառակ բաներ են ասում։ Ու եթե այս մարդիկ այդպես վարվեցին Արցախի նկատմամբ, որևէ կասկած չունենաք, որ նույն կերպ վարվելու են մեր անկախ պետականության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության անկախության նկատմամբ, եթե այսօր այդքան խոսում են, որ անկախությունը, ինքնիշխանությունը ամրապնդելու մասին, կասկած չունենաք, որ վաղը հենելու են ասեն, դե մենք սխալվեցինք, մեզ անկախություն պետք չէ, ոնց որ հիմա ասում են մեզ արդյոք պետք է Շուշին կամ Արցախը, տվեցինք հիմա խաղաղ ապրում ենք, վաղը կհելենք ասեն մեզ արդյոք պետք է անկախություն, թող անկախությունն տանք ու խաղաղ ապրենք, որովհետև սա է սրանց դավաճանական քաղաքականության բնական շարունակությունը։ Եթե դուք կարծում եք, որ այսպիսի պարտվողական հայացքներով ու դավաճանական մտքերով կարող են ինչ-որ անվտանգ ու երկիր կառուցել ու խաղաղություն պահպանել կամ անկախությունը հիրաշխավորել, դուք չարաչար սխալվում եք։ Ես չգիտեմ ինչ ասեմ, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ այսպիսի գաղափարներ կրող մարդիկ թե իշխանություններ դատապարտված են լինում ձախողման։ Եվ մենք գոնե փոքրամասնությունը արժանապատիվ հայության հենց փոքրամասնությունը սա հասկանա։ Հասկանում ենք, որ մեծամասնությունը խաբվում է, շատ չի մտածում այսպիսի բաների մասին, բայց մենք պարտականություն ունենք, պատասխանատվություն ունենք այս ամեն ինչը իմանալու եւ մեր հայրենակիցներին ճշմարտությունը ասելու։ Չեն կարող թողնել, որ սրանք անընդհատ իրենց ստերով ու մանիպուլյացիաներով մեր հայրենակիցներին մոլորեցնեն ու հիասթափեցնեն, ինչպես անելու են այս գալիք ընտրությունների ժամանակ, կրկեսային ընտրությունների ժամանակ։ Եվ այդ ցեղասպանության թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացնելը եւս մի աբսուրդ բան էր։ Ու դա էլ է հեգնական, որ այս նույն մարդը նորից ասեմ, որ Արցախյան հարցեր անընդհատ բարձրացնում ասում, որ Արցախը Հայաստանի է վերջ, հիմա մարդկանց աշխատանքից հեռացնում է, որ ինչ հետը գիրք է նվիրել օտար երկրապ պաշտոնյային։ Դա ինչ կարելի է ասել։ Այսինքն այս մարդը նորից ասեմ, որ խոսում է ինքնիշխանության անկախության մասին, այնպիսի քայլեր է անում, որ մենք կտեսնենք օրինակ սովետական Հայաստանում։ Հա, սովետական Հայաստանում նման բաներ անեն, կարող են աշխատանքից հեռացնել, բայց ինչու պետք է անկախ ինքնիշխան Հայաստանում նման պաշտոնյային աշխատանքից հեռացնեն, ինչ եթե նման բան է արել։ Եթե մենք Արցախի մասին, եթե հայ պաշտոնյան, եթե մի գիրք չնվիրի կամ մի բան չասի Արցախի մասին կամ մեր պատմության մասին եւ օտար երկրապ պաշտոնյաներին նման գրքեր չնվիրի, ով է նվիրելու, ով է ասելու։ Սրանք Արցախյան հարցը թաղելով նաեւ ուզում են թաղեն մեր անկախությունը։ Բայց հեգնականորեն նորից ասեմ, աշպարարություն են անում, իբր թե Արցախից հրաժարվելով մենք անկախություն ենք ձեռք բերում։ Սա հակասում է տրամաբանությանը, իրականությանը, սա պարզապես խելագարություն է։ Ով նման բան է ասում, պարզապես դավաճանում է ոչ միայն Արցախին, այլև ամբողջ Հայաստանին։ Ինչպես մարդ չի կարող ուրանալ Արցախը ու չուրանալ նաև մեր անկախությունը, ընդհանուր առմամբ հայոց պետականությունը իրար հետ կապված են։ Ով ուրացել է Արցախին, վաղը չէ մյուս օր ուրանալու է ամբողջ Հայաստանը։ Ինչպես տեսնում ենք նաև այս կեղծ ընդդիմությունը շարունակում է տարբեր ձևերով կազմավորվել, միասին կարող ենք, անկախ ասենք նրանից, թե
ինչ են կարող անել, էլի։ Չի ասում թե ինչ են կարող անել։ Միասին կարող են կարգախոսը ինչ է նշանակում։ Միասին կարող ենք այս իշխանության թիկունքը պահել, ինչպես արել են այս վերջին 5 տարում։ Այն ժամանակ ասում էին կրելու ենք։ Հա, կրեցիք։ Իշխանություն մտակ ազգային ժողով բարձր աշխատավարձեր եք ստանում, շարունակում եք վայելել կյանքը ու այս հայրենադավ իշխանության թիկունքն ենք պահում։ Դա է նշանակում ամեն ինչ լավ է լինելու։ Հա, ձեր համար ամեն ինչ լավ եղավ, բայց ժողովրդի համար, ամբողջ ազգի համար ամեն ինչ շատ վատ եղավ, ինչպես տեսանք ձեր ընդդիմություն դառնալուց, խորհրդարանական ընդդիմություն դառնալուց 2 տարի հետո, երբ Արցախը հայաթափվեց։ Եվ սրանք շարունակում են իրականում նույն քաղաքականությունը։ Տեսանք, թե Վիտալի Բալասանյանը ասաց, որ մենք պետք է մտնենք նյութանական միության մեջ։ Եվ սրանք էլ ոչ մի ձևով չեն տարբերվում, իրանք էլ հենց այդ նույն գաղափարներն են քարոզում, ուղղակի իշխանությունը հենց ուղիղ այդպես չի ասում, նա ավելի խորամանկ է։ Նա ասում է, որ այսօրվա սովետական Հայաստանն է, իրական Հայաստանը, ու Արցախից պետք է հրաժարվենք։ Դա հենց նշանակում է, որ ավելի շատ մտնես Ռուսաստանի ազդեցության գոտում։ Արցախյան հարցով մենք կարողացանք գոնե դարբասը բացենք, որ մեծ հայ կերտենք, իրական անկախություն ձեռք բերենք, որովհետև հենց միայն Արցախը կարող է կերակրել ամբողջ Հայաստանը։ Իսկ այսօրվա Հայաստանի սահմաններով դու չես կարող իրականում անվտանգ ու խաղաղ երկիր կառուցել։ Հատուկ է այս սահմանները այսպես գծված, որպեսզի մենք միշտ կախված լինենք Ռուսաստանից եւ այլ օտար ուժերից։ Սա է ամբողջ իմաստը այս երրորդ հանրապետության։ Սրա մասին նախկինում խոսել եմ, ելի կխոսեմ, շատ բաներ անընդհատ կրկնելու եմ, որովհետեւ պետք է այս ամեն ինչը կրկնվի, որովհետեւ մի անգամ ասելը հերիք չէ։ Մի անգամ մեկը կլսի, բանի տեղ չի դնի, երկրորդ անգամ մի քիչ կմտածի, երրորդ անգամ արդեն կսկսի ընդունել, կսկսի հասկանալ ավելի ճիշտ, որովհետև մենք ճիշտ ենք ասում, մենք չենք խաբում մեր ժողովրդին, մենք չենք եկել այստեղ ինչ-որ կես խոստումներ տալու և սին հույսեր փայփայելու, ինչպես այս կեղծ ընդդիմությունն է անում, խորհրդարանական թե արտախորհրդարանական կապ չունի, իրականում այս ամբողջ նեոբոլշևիկյան համակարգը ապազգայն է, դավաճանում է հայ ազգի շահերին, քանի որ սպասարկում է օտար երկրյա ուժերին, ինչպես երրորդ հանրապետությունը ցավոք սրտի կիսագաղութային վիճակում է, կախված Ռուսաստանից, սրանք ուզում են կամաց-կամաց մեզ տանել դեպի չորրորդ հանրապետություն, այսպես կոչված, ինչպես Արմեն Սարգսյանն էր ասել, ու չորրորդ հանրապետությունը ոչ միայն կախված կլինի Ռուսաստանից, այլև մեր ոխերիմ թշնամիներից, երրորդ հանրապետությունը կախված է ոխերիմ դաշնակցից Ռուսաստանից, իսկ այս չորրորդ հանրապետություն կոչվածը ուզում են կախված լինի նաև մեր թշնամիներից, Ադրբեջանից ու Թուրքիայից, ու դա բնականաբար ամբողջությամբ կզրկի մեր անկախությունը, գոնե այս պահին ունենք ինչ-որ կիսանկախ վիճակում ենք, դե յուրե անկախություն ունենք, այն ժամանակ դե յուրե անկախությունը չենք ունենա, թղթով կարող մի բան նշվի գաղութ, էլի, որպես, բայց սա է ամբողջ օրակարգը, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կերտելու օրակարգը, ուզում են անկախության հռչակագիրը վերացնեն, մեզ այդ ամենից թղթով զրկեն, որպեսզի նոր կարողանան հենց իրական, օբյեկտիվ ձևով զրկեն, դե ֆակտո զրկեն։ Ու նաև աբսուրդ է, որ այդ նոր ստեղծված քաղաքական խմբավորումը ուժեղ Հայաստան կոչվածը, նորից ասում, չեմ սիրում անունները տալ, բայց պետք է անունները տամ, որպեսզի հասկանաք, թե ում մասին եմ խոսում, բայց որքան հնարավոր է փորձելու եմ խուսափել, որովհետև չեմ սիրում իմ տեսանյութերը պղտորեմ սրանց անուններով, բայց աբսուրդ է, որ նրանք հենց Իսրայելի նախկին գեներալը, թե սպայնել է գեներալ, նախկին գեներալ է հավանաբար, ու հավանաբար նաև KGB-ի գործակալ է եղել, քանի որ ինչպես գիտենք, Սովետի փլուզման ժամանակ հազարավոր գեներալներ Սովետից փախան գնացին
Իսրայել շատերը դարձան Մոսադի գործականներ եւ այլն, բայց абսուրդը որ ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը Իսրայելի գեներալ է ներգրավում իր շարքերում։ Դա ինչ ասեմ, դա էլ է դավաճանական քայլ։ Ադրբեջանը պարզ Իսրայելի դաշնակիցն է, եթե դու վերցնում ես Ադրբեջանի դաշնակցի գեներալին ներգրավում ես քո շարքերում, դա դավաճանություն է։ Իսրայելը նույն պետությունն է, որ շղթում է հայոց ցեղասպանությունը, այն նույն պետությունն է, որ Աթաթուրքի կիսանդրիները ունի իր երկրում, այն նույն պետությունն է, որը ամեն առումով սատարում է Ադրբեջանին, եւ դու այդ պետության գեներալին ներգրավում ես քո քաղաքական շարքերում։ Չեն կարող Եվրոպայից ինչ-որ գեներալներ գտնեին, Լեհաստանից, Հունաստանից, մեր իրական պոտենցիալ դաշնակիցներից, ովքեր կարող են ապագայում պոտենցիալ դաշնակից լինեն, որովհետև նաև ցեղակից են, որովհետև նաև արիացի են, բայց նման բաների մասին նրանք չեն մտածում իհարկե։ Ու զավաշտալին այն է, որ կան քաղաքական ուժեր, չգիտեմ, ուժեր ասել է երևի ճիշտ չի, քաղաքական խմբավորումներ, իրենց ազգային ու այսպես կոչված հակառուս համարող, ովքեր ասում են, որ չարյաց փոքրագույնն է այս ուժեղ Հայաստանը ու պետք է նրան ձայն տան գալիք այս կրկեսային ընտրություններին։ Ու սիրում են համեմատեն, շատ են այս օրինակը բերում, ասում են, դե տեսեք Չերչիլը ու Ռոզվելթը սատարեցին Ստալինին որպես չարյաց փոքրագույն ու դա լավ որոշում էր։ Ու սա ասում են իրենց ազգային համարող մարդիկ, իրենց հայրենասեր համարող մարդիկ։ Ասում են, որ ճիշտ որոշում էր, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ Արևմուտքը իդեմս Անգլիայի եւ Ամերիկայի ֆինանսավորեց եւ զինեց Ստալինին, սովետական միությանը ու ճանաչեց սովետական միությունը որպես պետություն 1933 թվականին հենց Ռուզվելտը։ Դա ասում են ճիշտ որոշում էր։ Այսինքն ճիշտ որոշում էր, որ Սովետը զինվեց, ֆինանսավորվեց ու կարողացավ Եվրոպայում ջախջախել ազգայնականությունը եւ Եվրոպայի կեսը գրավել ու ահաբեկել ու դարձնել ու մտցնել իր ազդեցության գոտում։ Ու սպանդի ենթարկել միլիոնավոր նորմալ եվրոպացիների ու Ռուսաստանը դարձնել որպես միջուկային գերտերություն։ Դա ճիշտ որոշում էր ըստ այս հայրենասերների ու ազգայնականների կամ չգիտեմ, ուրիշ ինչ են իրենց սիրում ասել, արևմտամետների։ Ոնց կարող է իրեն ես որ ասում եմ արևմտամետ ճիշտ հասկացեք, ես նկատի չունեմ այսօրվա պիղծ լիբերալ արևմտյան արժեքները, ճակերտների մեջ արևմտյան արժեքները։ Սա իրականում ջհուդական արժեքներ են։ Փորձեմ այդ բառից խուսափել, որպեսզի չհարքելեն այս տեսանյութը, բայց իրական արևմտյան արժեքները արեական արժեքներն են։ Այն արժեքներն են, որոնք ծնվել են հայկական լեռնաշխարհից տասնամյակ հազարավոր տարիներ առաջ։ Դա իրական արևմտյան արժեքները եւ այս արևմտամետ մարդիկ ասում են, որ սխալ էր Հիտլերը եւ չգիտեմ Գերմանիան ու պետք է զինենք Ստալինին ու դրա համար ճիշտ էր որ արեցին։ Բայց հիմա տեսնում ենք թե Եվրոպան ինչ օրի է հասել։ Մենք տեսնում ենք որ գնալով կործանվում է, որովհետեւ սխալ որոշում կայացրեց երկրորդ աշխարհամարտում։ Ու զավեշտալի է նորից ասեմ, որ արևմտամետ հայրենասեր ազգային մարդը կարող է նման բան ասել։ Դա հակասություն է։ Ով նման բան է ասում, իրականում կամ իսկապես ռուսական գործակալ է, կամ ազդեցության գործակալ է, կամ ուղղակի տգետ է։ Ազգային մարդը չի կարող նման բան ասել, հատկապես եթե հակառուս է, հատկապես եթե դեմ է Սովետի ու Ռուսաստանի վարած քաղաքականությանը, նման բան անհնար է ասել։ Ու այդպես մենք ցավոք սրտի գնում ենք նորից այս
քարոզարշավները տեսնելու այս կեղծ ընտրությունների կրկեսը նորից հանդիսատես լինելու ու նորից ասեմ մարդիկ անընդհատ էլի խաբվում են, որովհետև ուրիշ ելք չեն տեսնում, ու այն նույն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մերժել են բոլորին, մերժել են այս ամբողջ համակարգը, ասում են, որ չէ, դե այս տեխնատուն կամ այն տեխնատուն այդքան վատը չէ, կարելի է սրան կամ նրան վստահել։ Չեն հասկանում, որ այս բոլորը նույն համակարգի մասն են կազմում, ոչ մի տարբերություն չկա։ Այս նույն համակարգից ինչ որ տարբեր մարդկանց ընտրելը նույնն է, ինչ գնաս գիշերային ակումբ ու մի պարոյի ընտրես ու ակնկալես, որ նա կույս կլինի։ Ու եթե դու այս համակարգից ինչ որ մեկին ընտրում ես ու ակնկալում ես, որ նա հայրենասեր է լինելու, ինչ որ ազգանվեր մեկն է լինելու, այդ նույնը, ինչ գնաս այդ ակումբը եւ կույս մանգաս։ Դա մենք պետք է հասկանանք, որ ամբողջ համակարգն է կոռումպացված։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորը, ովքեր այս համակարգի մաս են կազմում, կամա թե ակամա դավաճանում են մեր պետականությանը։ Մենք պետք է հասկանանք, որ միայն այս իշխանությունը խնդիրը չէ։ Ու շատերը այդ են անընդհատ ինձ գրում, որ դու եթե չմասնակցես ընտրություններին, ձայնը փոշի անում են կամ ձայնը տալիս ես ԿՊԱ-ականներին եւ նման այն մանիպուլյացիաներ են անում։ Անընդհատ շանտաժի են ենթարկում ժողովրդին։ Պետությունը շանտաժի է ենթարկում, իսկ ժողովուրդն ընդդիմությունն էլ վախեցնում է։ Մի խոսքով, ոչ մեկը չի գնում ընտրություններին մասնակցելու ու մեկին ձայն տա, ինչը թե ասենք նրան իսկապես հարգում է, ընդունում է գաղափարները։ Մարդը գնում են ընտրություններին մասնակցում են, որովհետեւ կարծում են այդ չարյաց փոքրագույնը ավելի լավ ընտրություն է եւ հաճախ ես ասել եմ, որ այս չարյաց փոքրագույնների պատրանքը իրականում խաբեություն է, որովհետեւ այս չարյաց փոքրագույնները իրականում ոչ թե չարյաց փոքրագույնն են, այլ ավելի մեծ վտանգ են, որովհետեւ շեղում են ազգի լավագույն հատվածին, մտածող հատվածին։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են աջակցում այս ԿՊԱ-ականներին։ Ցածր մակարդակի մարդիկ, բայց մեղմ ասած, բայց այս կեղծ ընդդիմությանը կան գոնե մտածող մարդիկ կան, ուղղակի խաբված են։ Ու դա է վտանգը։ Ու այս երևույթը կա բոլոր ժողովրդավարական բռնապետություններում։ Մենք սա տեսնում ենք ամենուրեք։ Ամերիկայում էլ նույնն է, նույն բանն է, ոչ մի ձևով չի տարբերվում։ Նրանք անընդհատ հանդես են գալիս իբր լուծում, ինչպես Ամերիկայում օրինակ Դոնալդ Թրամփը, նա էլ այդպես համարվեց չարյաց փոքրագույն, մարդը գնացին Դոնալդ Թրամփին ընտրեցին, որ Հիլարին չընտրվի եւ այլն։ Բայց նորից վտանգ է դա, որովհետեւ կեղծ հույս է տալիս։ Ու Թրամփը այդ սպիտակ ազգայնական ամերիկացիներին կեղծ հույս է տալիս։ Մարդը շատերը երևի արդեն սկսել են հասկանալ, թե այդ ամենը սուտ է ու նա էլ է իրականում խամաճիկ, բայց ամեն դեպքում շատերը խաբվեցին ու շարունակում են խաբվել։ Ինչպես Մելոնին Իտալիայում, ինչպես Լպենը Ֆրանսիայում, բոլորը այդ չարյաց փոքրագույններն են, բայց նույն համակարգի մասն են կազմում։ Ու նույնը Հայաստանում։ Անընդհատ այդ շանտաժի ենթարկելով, անընդհատ նման բաներ ասելով, ուզում են մարդկանց տանեն ընտրությունների մասնակցելու, որ նորից վերարտադրվի այս համակարգը։ Անընդհատ այն նույն բաներն է կանում, անընդհատ այն նույն բաներն է արվել այս վերջին 35 տարում ու դրա համար ոչինչ չի փոխվում։ Եթե մենք իրական փոփոխություն ենք ուզում, մենք պետք է գաղափարական պայքարի շուրջ համախմբենք։ Եվ հոսանքը հենց այդ գաղափարական հիմքն է դնում։ Ես գիտեմ, որ սրանից խուսափել չկա։ Մենք ուզում ենք միշտ այդ հեշտ լուծումը գտնել, դե չէ, ինչ գաղափարական դրա ժամանակը չկա, մենք արագ գոնե մի բան մեկին ընտրենք, այս սրանցից ազատվենք, հետո կմտածենք, անընդհատ դա եք ասում, հետո ասում եք ժամանակ չկա։ Անընդհատ նույն բաներն եք ասում, անընդհատ այդ նույն բաները անելով ձգձգվում է ամեն ինչ։ Հետո ասում են ժամանակ չկա։ Տեսակ ինչ եղավ 18 թվին, ասում եք, որ կարևորը Սերժը չլինի, ով է լինի, լավ կլինի։ Հիմա ասում եք, ով է լինի, Նիկոլը չլինի, ով է լինի, լավը կլինի։
ու այդպես շարունակ նման մոտեցմամբ մենք երբեք չեն կարողանալու ազգային պետություն կերտել, ազգային հեղափոխություն անել եւ բարգավաճ երկիր կառուցել։ Դա հիվանդություն է եւ մենք պետք է բուժվենք այդ հիվանդությունից։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Մենք չպետք է խաբենք նորից, մենք չպետք է անընդհատ մոլորվենք եւ տրվենք այս շանտաժներին։ Պետք է խոհեմ լինենք, պետք է իմաստուն լինենք։ Գոնե փոքրամասնությունը, չեմ ասում մեծամասնության մասին։ Խոսքը ես գիտեմ իմ ռեսուրսները այս պահին մեծ չեն, ես չեմ դիմում ամբողջ հանրությանը, որովհետև բոլորը ինձ չեն լսում այս պահին։ Բայց գոնե 2%-ը ազգի մտածող հատվածի 2%-ը գոնե այդ ամենը հասկանա ու նման սխալներ չկատարի։ Մենք պետք է մերժենք այս ամբողջ համակարգը, որը ես սիրում եմ ասել, նեոբոլշևիկյան համակարգ։ Մենք պետք է հասկանանք, որ այս բոլորը, ովքեր այս քաղաքական դաշտում են, հենց այդ բոլշևիկների ժառանգներն են։ Իհարկե, բոլշևիկները 100 տարի առաջ ավելի ազնիվ էին, որովհետև նրանք պարզ ասում էին, որ բոլշևիկ են եւ ռուսամետ են եւ այլն, բայց սրանք ազգային մորթի են հագնում ու ազգային դիմակ են կրում, բայց նույն բոլշևիկների ժառանգներն են եւ սա պետք է լավ հասկանանք։ Դրա համար ոչ մեկի չի տարբերվում, շատերը անընդհատ ասում են, չէ՞, դե նույն բոլորը նույնն են։ Ոչ մեկին չեմ գնալու ընտրեմ, որովհետեւ բոլորը նույնն են, հա, բայց պետք է հասկանանք, թե ինչու են բոլորը նույնը։ Եթե ուղղակի ասենք բոլորը նույնն են եւ բացատրություն չտանք, դա նշանակում է, որ մեր ազգը ուրեմն թերի է, որտեղ մենք ժողովուրդը սենց է, էլի, բոլորը կոռումպացված են։ Ոչ, այս համակարգի մարդիկ են բոլորը կոռումպացված, որովհետեւ այս համակարգը մինչեւ հիմքը փտած է։ Մենք պետք է հասկանանք, որ միակ լուծումը ազգային հեղափոխությունն է։ Դե հիմա կասեք, օ, դե ի՞նչ է դա նշանակում, ոնց պետք է հասնենք դրան, կապ չունի։ Դա երկրորդ հարցն է։ Հետո կորոշենք ոնց, ինչպես։ Խոսքը օրինական հեղափոխության մասին է խոսքը, ոչ թե հեղաշրջում։ Բայց սա պետք է հասկանանք, որ երբ որ համակարգը մինչև հիմքը կոռումպացված է լինում, երբ կառավարությունը եւ ընդդիմությունը վերից վար լի է դավաճաններով, միակ լուծումը հենց ազգային հեղափոխությունն է։ Դրանից խուսափել չկա։ Ինչքան դրանից փորձում եք խուսափել, այնքան ցկցկվում է։ Համաձայն եմ, լավ, ժամանակ չկա, դե եկեք ճիշտ ուղով արա գնանք։ Ոչ թե անընդհատ մոլորվենք, սխալ ճանապարհներով գնանք ու էլի բողոքենք, որ ժամանակ չկա։ Արդեն 6 տարի է անցել պատերազմի պարտությունից հետո։ Այն մարդիկ, ովքեր են ժամանակ ասում են, ժամանակ չկա գաղափարական ինչ-որ մի շարժում ստեղծել առաջ տանել, ոչինչ չեն արել։ Ու շարունակում են երևի այս նույն դավաճաներին ընտրել։ Բայց եթե մի բան անեին, մենք հաստատ այսօրին չենք լինի։ Ես հիշում եմ, երբ որ շարժումը հիմնադրեցի 21 թվին, այդ ժամանակ ասում էին մարդկանց, թե ինչ պետք է անենք, պետք է իրական ազգայնական գաղափարների հիման վրա քաղաքական շարժում զարգացնենք, աճեցնենք մեր կամքով, մեր սակավաթիվ ռեսուրսներով, որովհետև ռեսուրսները միշտ կգա, եթե լինի գաղափարը, եթե լինի կամքը, այդ ամենից կբխի ռեսուրսներ, բայց մեծ ռեսուրսներ ունեցող ինչ որ քաղաքական խմբավորումներից երբեք չի բխելու կամք եւ գաղափարներ։ Դա է կարևոր տարբերությունը եւ մենք պետք է սա հասկանանք։ Մենք նայում ենք այս մեծ կուսակցություններին եւ անհաղթահարելի ենք համարում, բայց ես փուչիկներ եմ տեսնում, որը պայթելու է ընդամենը մեկ ասեղի հպումից։ Դա պատրանք է։ Նրանք միայն նյութական ռեսուրսներով են մեծ, բայց գաղափարով եւ կամքով շատ թույլ են, շատ փոքր են, որովհետեւ դա է սրանց էությունը, այս նեոբոլշևիկների էությունը։ Դա մը երբեք չթերագնահատեք կամքը, գաղափարները, նպատակը դրվածությունը։ Դա է զարգացնում իրական քաղաքական շարժումը, դա է, որ կարող է ստեղծել ազգային պետություն ու ազգային հեղափոխություն իրականացնել։ Հիմա կարող ենք անցնել երևի
արտաքին հարցերը, սա արագ ասեմ, որովհետև հետո էլի շատ բան է լինելու ասել, պարզ է Թրամփը Վաշինգտոնը պատերազմը սկսեց Իրանի դեմ եւ դա զարմանալի չէ, որովհետև սիոնիստները առնվազն 2001 թվականից նպատակ ունեին պատերազմ սկսել Իրանի դեմ։ Այն սեպտեմբեր 11-ի ահաբեկչական դեպքերից հետո, որը հենց կազմակերպել էր նաև Մոսադը։ Մոսադը հավանաբար ԿՀՎ-ի հետ համատեղ համագործակցությամբ հենց այն ժամանակ էին ուզում։ Այն ժամանակ ստացան իրենց պատերազմը Աֆղանստանի դեմ, 2 տարի հետո 2003 թվականին ստացան իրենց պատերազմը Իրաքի դեմ, գահանկեց արեցին Սադամին, հետո քաղաքացիական պատերազմը սկսեց Սիրիայում, վերջում Ասադին գահանկեց արեցին, հերթով նպատակը դրված, հետևողականորեն սիոնիստները առաջ տարան իրենց նպատակները։ Ու 25 տարի հետո վերջապես ստացան իրենց պատերազմը Իրանի դեմ, որը իրենց ողերիմ թշնամին է, ու գլխավոր սպառնալիքը այս ամբողջ տարածաշրջանում։ Դա կարողացան անեն հետևողական աշխատանքով։ Շատերը չեն հասկանում դա։ Կարծում են ինչ-որ հելան էսպային որոշեցին հարձակվեն։ Չէ, սիոնիստները վաղուց էին ուզում Ամերիկային ներքաշել։ Ուղղակի անընդհատ ցկցկվում էր, որովհետև շատ դժվար է հիմա Ամերիկայի ժողովրդին խաբել։ Նրանք տեսան, թե ինչ կատարվեց 2003 թվականին, դրանից հետո ասում էին, որ Իրաքը ունի զանգվածային ոչնչացման զենքեր, weapons of mass destruction, ու այդ սուտը տարածելով կարողացան ամերիկացիներին համոզել, որ պետք է պատերազմ մտնել Իրաքի դեմ։ Այն ժամանակ կարողանում էին լավ խաբել, որովհետև այն ժամանակ ինտերնետը այդքան զարգացած չէր, սոցցանցերը այդքան շատ չկային, ու մարդիկ դեռ քնած էին, բայց մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ է կատարվում։ Մարդիկ հասկացան, որ այս պատերազմները իրականում Ամերիկայի շահերից չեն բխում, այլ Իսրայելի սիոնիստների շահերից։ Ու զավեշտալին այն է, որ բոլորը խաբել են, ասել են, դե որ ես ընտրվեմ կդադարեցնենք այս պատերազմները, բայց շարունակել են այն նույն քաղաքականությունը։ Սա էլ է բոլոր ժողովրդավարական բռնապետություններին բնորոշ, բոլոր այդ պետություններում կտեսնենք նման քաղաքական գործիչներ, ովքեր իրենց խոսումների ճիշտ հակառակն են անում։ Ոչ թե ստում են, այլ լրիվ հակառակն են անում։ Ու նույնը Թրամփը արեց, նա ասաց, որ կդադարեցնի այս անվերջ պատերազմները, forever wars, բայց տեսնում ենք, որ նա մտավ պատերազմ Իրանի դեմ, որը արդեն տեսնում ենք շատ երկար կարող է տևել, ասում էր, որ մի քանի օրից կավարտվի, ինչպես Ռուսաստանն էր ասում, որ մի քանի օրից կավարտվի պատերազմը Ուկրաինայում, բայց տեսնում ենք, որ նա խրվեց ճահիճի մեջ ու հիմա Ամերիկանն է խրվելու ճահիճի մեջ ու չի կարողանալու դուրս գալ։ Եվ սա նորից ասեմ, այլի կրկնել եմ, բայց նորից կկրկնեմ, որ կայսրությունների վերջին շունչն է։ Մեռնող կայսրությունների վերջին շունչն է։ Ինչ Ռուսաստանն է անում, ինչ Ամերիկան է անում, որովհետև այս կեղծ ջհուդական աշխարհակարգը, որը ստեղծվել է երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, արդեն քայքայվում է, արդեն չի կարողանում կանգուն մնալ եւ փլուզվելու է այս գալիք մեծ համաշխարհային ճգնաժամի ժամանակ։ Ու դա հնարավորության պատուհան կբացի ոչ միայն մեզ համար, ոչ միայն հայ ազգի համար, որպեսզի մենք կարողանանք կերտենք իրական անկախ հզոր պետություն, այլ բոլոր արիական ազգերի համար, որպեսզի ամբողջ աշխարհը կարողանա ազատվի այս սիոնիստների մահվան ճիրաններից եւ կերտի արիական աշխարհակարգ։ Այդ այս անգամ ինչ Թրամփը արեց, նույնը արեցին Վուդրո Վիլսոնը եւ Ռոզվելտը 100 տարի առաջ։ Վուդրո Վիլսոնը 1916 թվականին ընտրությունների ժամանակ ասում էր ամերիկացիներին, որ նա երբեք չի Ամերիկային տանի դեպի պատերազմ։ Առաջին աշխարհամարտի մեջ չի մտնելու, բայց վերընտրվելուց հենց 1 տարի հետո Ամերիկային տարավ պատերազմ, մտցրեց այդ պատերազմի մեջ։ Ու նույնը արեց Ռուզվելտը 1940 թվականների ժամանակ։ Ասում էր, որ Ամերիկային չի մտնելու երկրորդ աշխարհամարտի մեջ, բայց արի ու տես հենց նույնը արեց։ Վերընտրվելուց 1 տարի հետո մտավ պատերազմի մեջ, հայ հիմա կասեք դե
Ճապոնիան հարձակվեց, ճար չուներ եւ այլն, բայց դա մի ուրիշ հարց է։ Այնտեղ դավադրական այսպես կոչված տեսություն կա, որ ամերիկացիները Ռուզվելտը շատ լավ էր գիտեր, որ Ճապոնիան հարձակվելու էր Փըրլ Հարբորի վրա, ուղղակի թողեց այդ հարձակումը լինի։ Թողեց, որպեսզի պատճառ ունենա Ամերիկային տանել պատերազմի։ Ու դրանից հետո որոշեց զինել եւ ֆինանսավորել Սովետին, որովհետեւ ինչպես Սովետում, ինչպես Անգլիայում, այնպես էլ հենց Ամերիկայում հետևը կանգնած էին սիոնիստները, ովքեր կարողացան համախմբվել, դաշինք ստեղծել ու ջախջախել ազգայնականությունը Եվրոպայում։ Ու դրա համար ստեղծվեց այս աշխարհակարգը, ջհուդական աշխարհակարգը երկրորդ աշխարհամարտից հետո, բայց այս անգամ ինչ Թրամփը անում է, որը չգիտենք, շատ հավանական է վերածվի երրորդ աշխարհամարտի, ու այդ երրորդ աշխարհամարտը բումերանգի պես հետ է գալու, սրանց է հարվածելու ու քանդելու այս ամբողջ աշխարհակարգը։ Իսկ կասկած չունեմ, որ մեծ ճգնաժամ է սպասվում ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին, եւ դրա համար մենք հայ ազգայնականներս պետք է այս ամենը լավ գիտակցենք, պատրաստվենք այդ գալիք ցնցումներին, այդ գալիք փոթորիկին։ Մենք պետք է այդ գալիք փոթորիկի ժամանակ դառնալ կայծակ եւ մեր հայրենակիցներին ցույց տալ ճիշտ ու լուսավոր ճանապարհը։ Միայն այդպես մենք կկարողանանք իսկապես առաջ տանել մեր ազգային շահերը եւ իրապես անկախ ու հզոր պետություն ստեղծել։ Ու իրոք զարմանալի է, որ մարդիկ չեն հավատում, որ մենք կարող ենք այդ հզոր պետությունը ստեղծել, որ կարող ենք իսկապես դիմադրել, ոչ միայն դիմադրել, այլև հաղթել ու ջախջախել Ադրբեջանին։ Առաջ հավատում էինք դրան։ Առաջ մենք էինք ծիծաղում, երբ ադրբեջանցիները ասում էին, որ Ղարաբաղը հետ են վերցնելու, իրենց ասածով Ղարաբաղը հետ են վերցնելու։ Մենք ծիծաղում ենք նրանց վրա, հիմա մենք ենք վախենում։ Ու այս հայրենադավները, ովքեր բռնազավթել են մեր պետությունը, ոչ միայն ժողովրդին շանտաժի են ենթարկում, այլև վախեցնում են, ասում են, եթե մենք չընտրվենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Եթե այս չանենք, Ադրբեջանը այս կանի, այս չանենք, այս կանի։ Մեզ ինչի են հասցրել։ Մեր հնագույն արիական ազգին ոնց են ստորացնում։ Մենք պետք է վախենանք այդ արեստածին պետությունից, այդ արեստածին ազգից, այսպես կոչ ազգից։ Այդ թափառական ժողովրդից մենք պետք է վախենանք։ Ինչ եթե դավաճանորեն պատերազմ են հաղթել, կեղծ հաղթանակ են ստացել։ Մենք այդ պետությունից պետք է վախենանք։ Բայց Իրանը կարողանում է դիմակայել, դիմադրություն ցուցաբերել աշխարհի ամենահզոր բանակին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարողանում է դիմադրություն ցուցաբերել եւ պայքարել այդ պետության դեմ առանց խաղաղություն մուրալու, բայց այս հայրենադավները Ադրբեջանին ներկայացնում են որպես ինչ-որ անհաղթահարելի մի պետություն ու անընդհատ խաղաղություն է մուրում նրանից։ Դա խելագարություն է։ Այն նույն պետությունը, ում մենք ջախջախեցինք 1994 թվականին, ընդամենը 30 տարի առաջ, հիմա ասում են, որ մենք պետք է նրանց բոլոր պահանջները անենք, կատարենք, նրանց բոլոր ասածները անենք, թե չէ պատերազմ կլինի։ Իրանը ցույց է տալիս, երբ որ պետությունը ունենում է պայքարելու կամք, դիմադրություն ցուցաբերելու կամք, ժողովուրդը կարողանում է պայքարել։ Բայց եթե ունենում է դավաճանական կառավարություն, հայրենադավ իշխանություն, ժողովուրդը հուսահատվում է, ժողովուրդը չի հավատում, որ կարող է որևէ բան անել։ Դրա համար մենք պետք է միանշանակ, վաղ թե ուշ իրական ազգային հեղափոխություն անել։ Շատերը գիտեմ չեն սիրում այդ բառը, որովհետև աղավաղվել է, որովհետև ասոցացվում է 2018 թվականի այսպես կոչված թավշյա հեղափոխության հետ, բայց ամեն դեպքում բառը ճիշտ բացատրում է, թե ինչ պետք է անենք։ Պետք է արմատապես փոխվի ամեն ինչ։ Միայն այս իշխանությանը հանելով եւ ինչ-որ մի ուրիշ դավաճանին դնելով ոչ մի բան չի փոխվելու։ Սա պետք է վերջնականապես հասկանանք ու անընդհատ սա կրկնելու եմ։ Շատ բաներ կկրկնեմ այս
ձևաչափով այս հարթակում կամ ուրիշ տեղերում, որովհետև շատ քչեն են այս ամենը ասում։ Շատերը սիրում են ժողովրդին խաբել, շատ դիտումներ ստանալ, շատ քչեն են իսկապես ուզում ճշմարտությունը ասել, որովհետև մարդիկ չեն ուզում այս պահին ճշմարտությունը լսել, որովհետև այն ցավոտ է ու դառն է, ոչ մեկ չի ուզում լսել պայքարի մասին։ Ոչ մեկ չի ուզում լսել թշնամուն դիմադրություն ցուցաբերելու մասին։ Սրանք սիրում են սրտիկներ ցույց տալ ու ասել, որ խաղաղություն է լինելու։ Ու մեզ են ասում, որ մենք ենք պատերազմ ուզում։ Ոչ, մենք պատերազմ չենք ուզում։ Մենք ուղղակի գիտենք, որ պատերազմը միայն մեզնից կախված չէ։ Մենք ինչքան էլ խաղաղություն ուզենք, եթե մեր թշնամին ուզում է Հայաստանը վերածի արևմտյան Ադրբեջանի, կասկած չունենաք, որ պատերազմ լինելու է։ Եթե մենք ուզում ենք մեր անկախությունը պահպանել, եթե մենք ուզում ենք որպես ազգ շարունակել մնալ, պատերազմ լինելու է, որովհետև նրանք չեն դադարում, նրանք նպատակադրված են մեզ ոչնչացնել։ Նրանք նպատակադրված են անել Հայաստանի Հանրապետությանը այն, ինչ արեցին Արցախին։ Սա պետք է խորապես գիտակցենք։ Այս պահին նորից ասեմ, մեր ասածները ծայրահեղական գուցե թվա։ Ես որ ասում եմ, որ մեր լուծումը այն է, որ Բաքվին ծնկի բերենք, Բաքվին կարողանանք վերջնականապես ջախջախենք, այդ պետությունը մասնատվի մի քանի մասի, ասում են, որ դա հնարավոր չէ։ Մենք պետք է ավելի իրատեսական մոտեցումներ ցուցաբերենք, բայց ցանկացած ազգայնական, հայ ազգային քաղաքական գործիչ պետք է իր մտքում դա ունենա։ Ինչպես ադրբեջանցիները հիմա մտածում են Հայաստանը արևմտյան Ադրբեջանի վերածելու, այնպես էլ իրական հայ ազգայնականը պետք է մտածի Բաքվին ծնկի բերելու մասին։ Դա է իրական ճանապարհը։ Այս աշխարհում, հատկապես այս տարածաշրջանում տեղ չկա թույլերի համար։ Եթե թույլ ես, եթե չես ուզում պայքարես քո պետության համար, քո անկախության համար, դե հեռացի գնա, թող ուրիշը գա քո տեղը, ով պատրաստ է պայքարել։ Այս աշխարհը պատկանում է միայն պայքարողներին։ Մենք սա պետք է հասկանանք, մենք պետք է պետություն ունենանք, որը կկարողանա այս ամենը հիշեցնել, ոչ թե սովորեցնել, սովորեցնելու բան չկա։ Սա բնական բաներ են։ Պետք է պետություն ունենանք, ազգային պետություն ունենանք, որ ժողովրդին այս ամենը կհիշեցնի, մարտական ոգին կբարձրացնի, ուժային գործոնի կվերածի եւ կպատրաստի լուրջ եւ երկարատև պայքարի, որովհետեւ միայն այդ պայքարելով, միայն մեր կամքը թշնամուն թելադրելով մենք կկարողանանք մեր անկախությունը պահպանել, մեր պետությունը զարգացնել եւ բարգավաճ երկիր կառուցել։ Այսքանով կուզեմ ավարտել, շնորհակալություն եւ դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։